Լայն հեռուստաընկերություն, առաջին հարցը տեխնիկական է, անդադ շեշտում է, որ 1 ամսվա նախաձեռնությունը, բայց ես այդպես էլ չհասկացա, ով եւ ինչ սկզբունքներով է ընտրել քաղաքասարակության ներկայացուցիչների այս կազմը, դա հստակեցնենք եւ երկրորդ ավելի բովանդակային, դուք նշեցիք, որ երկու հասարակությունների միջև ճշնամանքը նաեւ քարոզչության հետևանք է, բայց եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում դպրոցներում, դասագրքերում արմատացած է հակահայկականությունը, արդյոք այս հարցը քննարկել եք եւ արդյոք ունեք տպավորություն, որ Ադրբեջանը այդ քաղաքականությունը վերանայելու է։ Շնորհակալություն, առաջին հարցի հետ կապված ով է ընտրել կազմը ես եմ ընտրել եւ ինչպես ես ամենասկզբից նշել ենք այս նախաձեռնության հետ կապված, ինքը ունեցել է հետեւյալ տեսքը։ Նախկինում տարիներ շարունակ մենք ունեցել ենք այս կապերը քաղաքացիական հասարակությունների եւ փորձագետների միջեւ, բայց դրանք որպես կանոն եղել են երրորդ երկրներում, երրորդ մայրաքաղաքներում, միջնորդների, տարբեր միջազգային կազմակերպությունների նախաձեռնություններով եւ ստեղծվել են որոշակի կապեր։ Ինչ որ փուլից սկսած մենք եկել ենք այն գաղափարին, որ անհրաժեշտ է սա բերել երկկողմ դաշտ, ինչպես որ օֆիցիալ թրեքն է, պաշտոնական բանակցություններն են եկել երկկողմ դաշտ, այնպես էլ սա պետք բերել երկկողմ դաշտ։ Ես Հայաստանում գործընկեր ուրեմն փորձագետը Բաքվում մոտեցել ենք իշխանություններին, ասել ենք, որ կա նման գաղափար, որ ուզում ենք անել երկկողմանի այցեր, ուզում ենք անել համատեղ պրոյեկտներ առանց միջնորդների, առանց երրորդ երկրների եւ երրորդ կողմերի ներգրավվածության, ստացել ենք աջակցություն, որից հետո, ինչպես նշեցի, ես ընտրել եմ հայկական պատվիրակությունը, ադրբեջանական կողմը ընտրել է իր պատվիրակությունը եւ միջոցառումները սկսել են, նախաձեռնությունները սկսել են ու ինչպես նշեցի, նաեւ կազմը ընդլայնվելու է։ Սա առաջին հարցի հետ կապված։ Երկրորդ հարցի հետ կապված մենք չասենք, որ ատելությունը հետևանք է մենք քարոզի։ Ատելությունը հետևանք է պատերազմի, ատելությունը հետևանք է արյունահեղության, այն հանցագործությունների, այն ամեն ինչ, որ տեղի ունեցել վերջին 35 տարիների ընթացքում։ Այստեղ, գիտեք, կա կարճաժամկետ գործողություններ եւ կան երկարաժամկետ գործողություններ։ Սա ըստ էության խաղաղաշինությունը մի ամբողջ գիտություն է։ Կարճաժամկետ գործողություններից առնվազն այսպես ակնհայտ եւ տեսանելին դա մամուլի հրապարակումներն են, առնվազն պաշտոնական հայտարարություններ են, գործընկերս նշեց, որ մենք օրինակ բարձրաձայնել ենք Ազերտաջի կողմից աղավաղումը Երևանի պաշտոնական անվանման եւ այլն։ Սրանք կարճաժամկետ գործողություններ են։ Կան երկարաժամկետ գործողություններ, որոնցից ամենաայսպես նշանային օրինակը երևի թե դասագրքերն են։ Դասագրքերում արկա արմենոֆոբիան, դասագրքերում արկա խնդիրները եւ այլն։ Եվ մենք այս խնդիրներն ենք բնականաբար բարձրաձայնում։ Բայց ուզում եմ ես նշել, որ ոչ միայն մեր կոնֆլիկտում, այլ կոնֆլիկտներում եւս սրանք միշտ դասվում են երկարաժամկետ խնդիրների ուրեմն հարթության մեջ, եթե ուզենաք լավագույն օրինակը որն է, լավագույն օրինակը երևի թե ֆրանս-գերմանական օրինակն է, երբ որ ստեղծվել էր համատեղ պատմաբանների հանձնաժողով, որը երկու երկրների համար ձևավորել է չափորոշիչները, ինչի հիման վրա հետագայում գրվել են դասագրքերը։ Սա բայց ինձ թվում է մեզանից մի 100 տարի առաջ գնացած ինչ որ sense օրինակա թե այդ հարցը հիմնարար այսպես ոնց է լուծվել, ինչը չի բացառում, որ մենք մոտակա ապագայում կկարողանանք գտնել որոշակի սեփական օրինակները այդ խնդիրները լուծելու, բայց այն որ կան, սա ուզում ենք արձանագրենք, էլի, կան կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ, ատելության, դեհյումանիզացիայի process-ները ուրեմն սահմանափակելու, չեղարկելու եւ համապատասխանաբար մենք պետք է մշակենք մեթոդաբանություն դրանք հաղթահարելու ուղղությամբ։ Համեցեք։ Ձեզ հետո TV-ին։ Հետո ձեզ կտանք։ Պարոն Քոչինյան, դուք ասացիք, որ դուք եք կազմադրել, կուզեի իմանալ այս հանդիպումների ընթացքում դուք ձեր տեսակետները, այսինքն հասարակությունը իշխանության հետ համաձայնեցնում է, այսինքն կարող եք գնալ այնտեղ ինչ-որ բան խոսել, որը չհամապատասխանի այս պետության, իշխանության նարատիվների հետ, եւ դուք անընդմեջ մեջբերում եք Ազերտաջի հրապարակումը, որտեղ Երևանը խեղաթյուրված է, բայց մենք տեսնում ենք, որ Ալիևը հենց ինքն է խեղաթյուրում, այսինքն ոչ թե մամուլն է խեղաթյուրում, այլ պաշտոնական այսպես իրենք առաջ են տանում իրենց թեզերը։ Որ հայտարարությունը նկատի ունեք։ Հայաստանի տեղանունները կոչելով իրենց անուններով Սևան օրինակ եւ այլն։ Շատ լավ։ Երկու հարցը եւ մենք ինչպես լուսանկարներում տեսանք Դիլարա Էֆենդիևան չկար։ Նրա այցը Երևան բավական մեծ աղմուկ հանեց, ինչով է պայմանավորված այդ աղմուկով, պայմանավորված, որ նա բացակայում էր, թե այլ պատճառներ ևս կան։ Վերջին հարցից սկսեմ թերևս, մենք մի քանի անգամ արդեն նշել ենք, որ մենք չենք միջամտում միմյանց ընտրությանը ուրեմն պատվիրակությունների կազմի, մենք որոշել ենք մեր կազմը, ադրբեջանական կողմը որոշել է իր կազմը, գիտեք, ես կարծում եմ, անկեղծորեն կարծում եմ, որ դա ճանապարհը դեպի ոչ միտեղ, եթե մենք սկսենք միմյանց վեթինգ անել, որտեղ որ պայն մենք ասենք, այսինչ մասնակից է, այսինչ գործողություն արի, ես երաշխավորում եմ, որ ավելի հայլայն նույն բանը եւ մեր կազմից գտնվելու են մարդիկ, ովքեր տարբեր տարիներ արել են տարբեր գործողություններ կամ արել են տարբեր հայտարարություններ,
եւ անցնող 35 տարվա մեջ նման հայտարարությունների պակաս երկկողմանիորեն չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ, թե օրինակ հիմա բացեք 2020 թվականի պատերազմի ժամանակ իմ կամ գործընկերների արած հայտարարությունները, նույնիսկ զարման կառաջանա, թե ոնց ենք մենք հիմա կարողացել մտնել Ադրբեջան այդ հայտարարությունից հետո։ Այսինքն իմ կարծիքով դա ճանապարհը ոչ միտեղ, եթե մենք սկսում ենք վեթինգով զբաղվել։ Մտնել այլ դուրս։ Այլ դուրս գալ։ Ինչ կապված է ուրեմն Դիլարա Էֆենդիևայի հետ, ուրեմն ես ինչքան հասկացա այս անգամ իր մոտ կար անձնական խնդիր, որի պատճառով ինքը չի մասնակցել, իր հետագա մասնակցություն չմասնակցելը նորից որոշելու ադրբեջանական կողմը, մենք այդտեղ որևէ բան մեկնաբանելու չունենք։ Երկու ձեր մյուս հարցի հետ կապված։ Ես տեսեք, այսա երևի թե շատ լավ օրինակ է, որ կարևոր է փաստերը արձանագրել այնպես ինչպես որ դրանք եղել են։ Ադրբեջանի նախագահի այսպես խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա։ Ինքը ասել է, որ կա մի հատ քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրած է Գյոյչա։ Իդեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա։ Այն քարտեզը, որի վրա որ Ադրբեջանի նախագահը հղում արի եւ Սևանը այդ քարտեզով ինքը տեսել է, որ այդտեղ գրած է Սևանի վրա Գյոյչա, այդ քարտեզը կա իսկապես։ Այո, ռուսական կայսրությունում կան նման քարտեզներ։ Կան քարտեզներ, որտեղ գրած է եւ Սևան, եւ Գյոյչա կա, որտեղ գրած է միայն Սևան, բայց հենց այդ քարտեզի վրա, որի վրա մատնանշել է Ադրբեջանի նախագահը, չկա գրած Ադրբեջան։ Դրա համար գիտեք, այդ երկու կողմերին է սա ինչ-որ չափով բնորոշ է, երբ որ նույն քարտեզի վրա մարդիկ տեսնում են ինչ-որ իրանք են ուզում եւ չեն տեսնում այդ քարտեզի շարունակությունը։ Սա հստակությունն է, ինչի մասին խոսում էր պարոն Մելիքսեթյանը, որ մենք անընդհատ այդ ճշմարտության, այդ իրադարձության, իրականության մեծ ձեռնտու մասն ենք մենակ տեսնում, բայց ես կարծում եմ, որ կարեւոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել։ Եվ վերջապես ձեր վերջին հարցը համաձայնեցնելու վերաբերյալ բավականին այսպես ունիկալ իրավիճակում ենք մենք գտնվում, որտեղ պարոն Նավասարյանը ըստ բավականին լավ ներկայացրեց, որ մենք ոչ թե դասական track 2 ենք, իդեպ մի հատ երևի թե այստեղ կարճ մի հատ բացատրություն կա տանք։ Track 2-ը դա հասարակությունների միջև տեղի ունեցող խոսակցությունն է։ Track 1-ը պաշտոնական բանակցություններն են։ Track 1.5-ը այս երկուսի արանքը գտնվող ինչ որ մի բանն է։ Հիմա մենք ես ուղիղ ասեմ ձեր հարցին պատասխան, մենք ոչ մեկի հետ ոչ մի բան չենք համաձայնեցնում։ Մենք ազատ ենք մեզ մտահոգող, մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու ուրեմն ժամանակ ճանապարհին եւ որևէ սահմանափակում այս առումով չկա։ Միևնույն ժամանակ, ինչպես ես կարծում եմ հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը բնականաբար խորհրդակցություններ առնվազն սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում կամ պաշտոնական կամ մեր խոսքը կամ մեր ասածը որևէ կերպ պետք է անկալվի մայրաքաղաքներից որևէ մեկում որպես պաշտոնական դիրքորոշում։ Խոսացել ենք TV-ին, հետո գանք ես կողմ։ Լիլիթ Սարգսյան, 5-րդ տալիք, պարոն Քոչինյան, Հաջիևի ուղերձներից մեկը, որը դուք ներկայացրեցիք, հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված է, ադրբեջանական կողմում, հատկապես Իլհամ Ալիևի կողմից հաճախ կիրառվում է Արցախի հարցը փակված է կոնտեքստում, որը ըստ էության նշանակում է նաև, որ արցախայցյան իրավունքների պաշտպանության հարցն է փակված։ Այս համատեքստում դուք ինչպես եք ընկալում այդ ուղերձը եւ արդյոք լիովին համաձայն եք դրան։ Եվ պարոն Մելիքսեթյանը խոսելով Սյունիքով բացվելիք ճանապարհի հետ կապված բացառապես կիրառում է Թրամփի ուղի թրիփ ձևակերպումները, արդյոք ադրբեջանական կողմի հետ քննարկումներում նրանք նույնպես բացառապես այս տերմիններն են կիրառում եւ չեն օգտագործում Զանգեզուրի միջանցք տերմինը, որը մենք հաճախ ամենաբարձր մակարդակով լսում ենք Բաքվից, եւ ի վերջո հասկանալի է ձեզ համար, թե ինչ նկատի ունեն իրենք միջանցք ասելով եւ արդյոք հայկական կողմում պետք է ալերգիկ ռեակցիաներ լինեն սրա վերաբերյալ թե ոչ, եւ անխոչնդոտ ասելով իրենք ինչ նկատի ունեն։ Շնորհակալություն։ Ես արագ պատասխանեմ, հետո պարոն Հայ ոչ տեղը միկրոֆոնները ես պատասխանեմ, հետո կտեղափոխենք քո միկրոֆոնը։ Ես կամ միկրոֆոնները։ Երբ ավելի հեշտ կլինի, մենք արդեն սկսենք տեղերով փոխվել։ Հարգելի գործընկեր, ձեր հարցը իմ վերաբերմունքը այդ հայտարարության նկատմամբ նախ ուզում արձանագրել, որ ձեզ ուղղակի բառացի փոխանցեցին, ինչ որ մեզ խնդրել են ձեզ փոխանցել, հիմա ես կասեմ իմ վերաբերմունքը, որը հենց անձամբ իմն է, ոչ թե խմբինն է։ Ես կարծում եմ, որ մենք այս պայմանությամբ խնդիր ունենք խոսելու նրա վերաբերյալ, թե ինչն է իրատեսական եւ ինչը իրատեսական չէ։ Ես կարծում եմ, որ այս պայմանությամբ խաղաղությունը, որը հիմնված է սահմանի գաղափարի վրա, որից արևելք Ադրբեջանը, որից արևմուտք Հայաստանը իրատեսական է, եւ ես կարծում եմ, որ այս պայմանությամբ հայերի մասսայական վերադարձ Ղարաբաղ, ինչպես եւ օրինակ ադրբեջանցիների մուտք Հայաստան մասսայական, այսպես դրանք երկուսն էլ անհնարին բաներ են։
ինչը չի նշանակում թերևս, որ ապագայում այդ հարցը չի կարող բարձրանալ իմ ընկալմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման ներքո, որտեղ որ պահին մենք սկսենք խոսել, եւ այս առումով ես շատ ուղիղ եմ ուզում լինել իմ վերլուծության մեջ, որ պահին մենք սկսենք խոսել ուրեմն տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս վերադարձ իրավունքի մասին, ադրբեջանական կողմը սկսելու է խոսել եւ շարունակել բարձրաձայնելու է արևմտյան Ադրբեջանի այդ չակերտավոր նարատիվը։ Իմ կարծիքով այդ նարատիվը ի սկզբանե էլ հենց ստեղծվել է բացառապես հայլեային գործիք որպես Արցախահայության վերադարձի իրավունքին պատասխանելու համար։ Եթե մենք պատրաստ ենք նորից մուտք գործել այդ խոսակցության մեջ, հատկապես այն նախապաշարմունքով եւ այն նախակետով, որ ուժերը այս պայմանությամբ համադրելի չեն եւ նաեւ տենդենսներ չկան, որոնք որ ցույց են տալիս, որ ուժերը լինելու են համադրելի, ես կարծեմ դա ճանապարհը ոչ միտեղ։ Պարոն Մելիքսյան, հիմա երևի բան է, տխմար Կոչինյան, ձեր ուղղակի ասածից, այնտեղ իսկ հնարավոր է ձեզ առաջարկ եղածնին հանդիպել նաև այդ արևմտյան Ադրբեջանը։ Ոչ, բացարձակապես։ Բնական։ Ես ընդհանրապես ասեմ, որ երկու կողմերն էլ ընդգծված նրբանկատություն են ցուցաբերում ֆորմատի շրջանակներում, գրգռիչներ, նյարդայնացնող, այդ ձեր ասած ալերգիկ ռեակցիաներ առաջացնող, բառապաշար, գործողություններ, սիմվոլիկաներ, անգամ գիտեք, այսպես քաղաքում ճանապարհորդելու ժամանակ շրջանցել այն ուրեմն կետերը, այն քարտեզի հատվածները, որոնք որ խնդրահարույց են, բավականին կոռեկտ եւ նրբանկատ վերաբերմունք ենք մենք տեսել։ Չէ, բացարձակապես։ Մեր վերաբերմունքը այդ չակերտավոր հակի նկատմամբ ինձ թվում է պարզ է։ Ոչ, իհարկե ոչ։ Ես երևի կարող եմ ուղիղ մեջբերում անել պարոն Հաջիևի հայտարարությունից, ինքը երբ որ խոսում էր այդ ճանապարհի մասին, ինքը ասաց Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը, անխոչնդոտ սկզբունքը դա ընդհանուր ես կարող եմ ասել նաև քննարկումների որպես արդյունք ադրբեջանական կողմը սա անցալում է որպես հայ-ամերիկյան պայմանավորվածությունների խնդիր ինչ կպայմանավորեն Հայաստանը եւ ԱՄՆ-ն այս հարցում դա կլինի հենց այդ սկզբունքի իրականացումը իրենք Հայաստանի տարածքով անցնող հատվածի կարգավորումների հետ գործ չունեն դա հայ-ամերիկյան պայմանավորվածությունների դաշտ է այո Եվ այո, զանգեզուրի միջազգար չի ինչ։ Այո, ոչ մեկը չի օգտագործում այդ բառակապակցությունը այս քննարկումների ժամանակ, ու ինչպես իմ գոլեգան նշեց, իսկապես կա այդ նրբանկատությունը ու կա այնպիսի հարցերի չքննարկում, որոնք ակնհայտ մեզ տանելու են տուպիկ, հա, այսինքն հարցեր, որոնք եթե մենք քննարկում ենք Արցախի հետ կապված հարցեր, դուք պետք է անմիջապես հասկանաք, առաջանում է Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, ու սա պատահական չի։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի իրենց նարատիվների արդյունք անդրադարձել եք, հատկապես 300,000-ի վերադարձի առումով բացասել եք այդ հարցը, որտեղ խնդրահարույց է կատարվում Հայաստանում եւ ինչ են իրենք պատասխանել եւ գիտենք, որ Հայաստանի միջազգային իրավունքի տեսանկյունից այդ վերադարձը տեղ ունի, այսինքն չես կարող մերժել ընդհանրապես այդ խոսույթը եւ այդ գաղափարը, բայց հայկական պաշտոնական կողմի առաջատային է, որ դա թողնել հետագայում եւ այդ հարցերին հետագայում անդրադառնալ, որովհետեւ դա եւս կոնֆլիկտացին է, արդյոք իրենք այս մոտեցումը կիսում են եւ ինչ են պատասխանում։ Գիտեք, ես կարծում եմ մենք ինչ որ չափով ձեր հարցերին պատասխանել ենք, երբ որ նշեցինք, որ մեր ընկալմամբ այդ ամբողջ նարատիվը ինքը ընդհանրապես հայլին է Արցախահայության վերադարձի իրավունքին։ Սա ոչ թե զուտ մեր անձնական կարծիքն է, այլ սա եզրահանգում է, որին մենք եկել ենք ոչ թե միայն այս երկու շփումների արդյունքում, այլ նաև տարիների ընթացքում իրենց հետ աշխատելու արդյունքում։ Եվ ես կարծում եմ ինչ որ չափով նաև մենք ենք ռազմավարական սխալ անում, երբ որ չափազանց լուրջ ենք վերաբերվում այդ խոսակցություններին, երբ որ չափազանց շատ ենք ռեակցիա տալիս այդ խոսակցություններին, ես եւս մեկ անգամ ուզում եմ այս միտքը կրկնել, որ իմ կարծիքով եւ իմ գնահատականով այդ ամբողջ նարատիվը ստեղծվել է ընդհանրապես որպես հայլային արձագանք ուրեմն մեր մոտ եղած նարատիվներին եւ մեր մոտ եղած խոսակցություններին։ Իսկ այդ վերադարձերի կամ մասին ընդհանրապես խոսել եք ու պայմանավորվածություն թեկուզ եղել է, որ թողնենք այդ հարցերը հետագայում։ Նախ մենք որևէ բան բնականաբար որոշումներ մենք չենք կայացնում, հա, նույնից այդ ուզում եմ։ Որ թողնել հետագայում։ Իմ կարծիքով այդտեղ խնդիրը եւ սա նորից բարձր քննարկվում է, խոսվում է, այստեղ խնդիրը ոչ թե կազմակերպված վերադարձերի մասին է, որը իմ անլուրջ է ուղղակի։ Ես մի քիչ չեմ պատկերացնում ոնց է դա հնարավոր կազմակերպել։ Ոնց ենք կազմակերպելու մի խումբ հայերի, այսպես վերադարձ եւ մի խումբ ադրբեջանցիների վերադարձ։ Դա կազմակերպվող հարց չէ։
Դա տասնամյակների աշխատանքի արդյունքում, երբ որ երկու հասարակություններում կլինի բավականաչափ վստահություն, բավականաչափ ուրեմն անվտանգության զգացողություն, բավականաչափ ուրեմն ապահովության զգացողություն, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կբնակվեն Հայաստանում եւ կլինեն մարդիկ, ովքեր կբնակվեն Ադրբեջանում, բայց որևէ կերպ հիմա խոսել կազմակերպված միջոցառումների մասին, ես կարծում եմ դա ոչ միայն վնասակար է բնակչային գործընթացի տրամաբանության մեջ, այլ նաեւ անիրատեսական է։ Տիկին Սուլթանյան, համեցեք։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Մանուլի հաղորդագրության մեջ երբ նշում ենք, որ երկու կողմերի հասարակություններին հուզող հարցեր, մենք իրար ասում ենք, թե որոնք են հուզում։ Օրինակ նշում ենք վերադարձի խնդիր, դատական հայցերի հետ քաշման խնդիր, մշակութային ժառանգության, բայց հետո այդ ցանկից, քանի որ մենք անսպառ հնարավորություններ չունենք, երկուսս էլ որոշում ենք առաջնահերթությունները։ Մեր խումբը գերիների վերադարձի հարցը ընտրել է որպես մեծագույն առաջնահերթություն։ Հիմա դրա վրա փորձում ենք դեռ աշխատել, հետո հաջորդները կտեսնենք կյանքը ինչ ցույց կտա։ Ձեզ ենք ստացել։ Նշեցիք, որ կփորձեք այդ հարցի վերաբերյալ գերիների հարցի վերաբերյալ, այս առումով շատ են հնչում քննադատություններ, որ այդ հարցը չեք քննարկում, 17 միլիոն ծախսվում է ինչի համար, ինչ է նշանակում քննարկում, այսինքն բանակցություններ են տարվում, որ դառնա օրակարգային հարց գերիների։ Դուք նոր միացաք մեզ ներողություն։ Որտեղ այդ հարցին բավականին մանրամասն խոսել ենք այդ թեմայով։ Սկսած մտնի օրակարգ, որտեղ հիմա օրակարգ։ Այդ հարցը օրակարգում է։ Այդ հարցը օրակարգում է։ Պնդումը թե այդ հարցը հիմա օրակարգում չի, ես կարծում եմ կոպտագույն սխալ է, այդ հարցը օրակարգում է եւ պաշտոնական բանակցությունների եւ բոլոր մակարդակներով խոսակցությունների։ Նորից ասեմ, որ պարոն Հաջիևը հավաստիացրեց մեզ, որ ընթանում են ակտիվ բանակցություններ։ Եվ որ հայկական կողմը միշտ այդ հարցը բարձրաձայնում, այնպես որ նման պնդումը ես կարծում եմ շատ սխալ է։ Այս ֆորմատում էլ է օրակարգում եւ հետո կնայեք ուղղակի վիդեոն տարբերակով կտեսնեք այդ թեմայով ինչքան ենք խոսել։ Նորից չանալի շատ քաղաքական ուժերի մոտ հասկանալի չի, դուք այնտեղ ինչով եք գնում զբաղվում։ Ինձ հետաքրքիր է ինչ-որ տես կոնսուլտացիաներ միջև մեկներ եղել են քաղաքական ուժերի հետ, հանդիպումներ, քննարկումներ։ Մենք առաջին փուլի ադրբեջանական կողմի գալուց հետո հենց ես կարամ անձամբ իմ վրա օրինակը բերեմ, մեր վերլուծական կենտրոնը կազմակերպել է կոնսուլտացիաներ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, քաղաքական ուժերի հետ։ Մենք հրավերներ ուղարկել ենք, ովքեր որ համաձայնվել են եւ ներկա են գտնվել, այդ քննարկումներին մասնակցել են։ Համեցեք։ Ադրբեջանական դպրոցներում ապելացիոն խոսքի քարոզը շարունակվում է, օրեր առաջ Մամուլում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ դպրոցներից մեկում աշակերտները ներկայացման ժամանակ բեմադրում են, թե ինչպես են հային բերման ենթարկում եւ նրանց ստիպում ասել Ղարաբաղն Ադրբեջան է։ Ձեր հանդիպման ժամանակ նման դեպքերի բացառման ուղղված քննարկումներ ունեցել եք։ Բնականաբար, ես եթե նկատեցիք նախորդ հարցին պատասխանելիս նման միտք արտահայտեցի, որ կան 3 փուլերով կատարվելիք խնդիրներ միմյանց նկատմամբ դեհումանիզացիան եւ ատելությունը դադարեցնելու ուղղությամբ։ Կան 3 խումբ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ։ Դպրոցը ընդհանրապես այս խաղաղաշինության գործընթացի մեջ ամենաերկարաժամկետ, ամենաբարդ խնդիրներից մեկն է, որտեղ այնտեղ կան պետական մոտեցումներ, այնտեղ կան մանկավարժների մոտեցումներ, այնտեղ կա դպրոցի ուրեմն քաղաքականությունի երևի գաղտնիք չեմ բացառի, որ դպրոցները եւ ամենաինքնավար մարմիններից մեկն են ընդհանրապես աշխարհում։ Ես եթե ճիշտ եմ հիշում, Հայաստանի վարչապետներից մեկը մի անգամ բան էր միտք էր ասել, որ ինքը կերազել ենքան իշխանություն Հայաստանը, ինչքան դպրոցի տնօրենը ունի դպրոցում։ Իսկն դրանք այո, այդ խնդիրները կան, մենք այդ խնդիրների մասին ես երաշխավորում եմ, որ բարձրաձայնում ենք, մի անգամ չի որ բարձրաձայնել ենք, ընդ որում նաև շատ ավելի համակարգային եւ կներեք լուրջ խնդիրների մասին ենք խոսել, քան մի հատ դպրոցական ներկայացումը, խոսել ենք դասագրքերի մասին, խոսել ենք մեթոդաբանության մասին, խոսել ենք արմենոֆոբիան, ինստիտուցիոնալացված արմենոֆոբիայի մասին, այդ բնականաբար այդ բոլոր հարցերը բարձրաձայնվում են եւ նորից եմ ուզում կրկնել։ Կան երկարաժամկետ լուծում նախատեսող խնդիրներ եւ որ նաև ենթադրում են որոշակի կոորդինացիա կողմերի մեջ, որովհետև այդ օրինակ դասագրքերի մեջ իդեալական տարբերակը նա է, որ երկու երկրների միջև լինի որոշակի ներկայացում, թե անցած պատմությունը, անցնող պատմությունը ինչպես է լուսաբանվում։ Դա իդեալական տարբերակն է։ Դա իսկապես ուրեմն կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ մարդկանց ուղեղներում, մարդկանց ուրեմն, չգիտեմ, կենցաղում կոնֆլիկտի հաղթահարման իդեալական տարբերակը դա է։ Բայց դա ճանապարհը, որը որտեղ պետք է հասնենք այդտեղ, ես կարծում եմ։ Համեցեք։
Նկարապետյան Gem News Երևանյան հանդիպումից հետո հայտնել եք, որ պլանավորում եք խմբի համատեղ գործողությունների ծրագիր մշակել, ուզում եմ իմանալ ծրագիրի մշակման ինչ փուլում է եւ կոնկրետ որ ուղղություններով են որ ոլորտներին են վերաբերվելու այդ գործողությունները։ Երկրորդ հարցը պարոն Նավասարդյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ խմբի նախաձեռնության անդամները առաջարկություններ են մշակում տարբեր ուղղություններով խաղաղության պայմանագիր, ապա շրջափակում, սահմանամերձ բնակիչների երկխոսություն եւ այլն։ Այս առաջարկությունները արդյոք միայն մշակվում են, թե դրանք օրինակ ներկայացվել են Հաջիևի հետ հանդիպման ժամանակ կամ որևէ պաշտոնյայի, թե ոչ։ Առաջին հարցի վերաբերյալ ուրեմն պետք է նշեմ, որ ինչպես նշեցի պրոյեկտները, որոնք որ մենք քննարկել ենք դեռևս Երևանում Բաքվի այցի ընթացքում ըստության վերջնական փուլ են մտել քննարկումների տեսանկյունից եւ մոտ ապագայում դուք կտեսնեք առաջին քայլերը այդ պրոյեկտների իրականացման վերաբերյալ պարոն Նավասարդյանը նշեց այն ուղղությունները, որոնցով որ այդ պրոյեկտները մենք նախատեսել ենք մեդիա, փորձագիտական ուրեմն աշխատանքներ, այլ խմբերի ներգրավում եւ այս ֆորմատի ընդլայնում, ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, պարոն Նավասարդյան, կարձագանքեք։ Դե կա որոշակի հերթականություն քայլերի, ես ձեզ ասեմ, պարտադիր չի, որ այն ինչ որ մենք նախատեսում ենք, այս այն նախաձեռնության շրջանակներում է զարգանալու։ Օրինակ նոյեմբերի վերջին Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբները մի քանի փաստաթղթեր են պատրաստելու, որոնք առաջարկություններ են, ռեկոմենդացիաներ են լրատվամիջոցների համար։ Թե ինչքանով դա կտարածվի, ով կընդունի, ով չէ, դա հետագա աշխատանքի համար է։ Բայց որ հիմքերը մենք ներկայացնելու ենք, ինչպես կարելի աշխատել լրատվամիջոցներում, որպեսզի ոչ մի բան չթաքցնելով միևնույն ժամանակ մենք չգրգռենք մեր հասարակություններին, դա մեր քաղաքականությունն է, մեր կազմակերպությունների։ Եվ մենք դա փորձելու ենք հնարավորինս ներկայացնել նաև այս նախաձեռնության շրջանակներում։ Ես կուզենայի անդրադառնալ նաև այդ կրթական համակարգին, մեր գործընկերներից մեկը Ադրբեջանում այդպես թևավոր խոսք ունի, ասում է, որ կոնֆլիկտը սկսվել է կրթական համակարգից եւ ավարտվելու է կրթական համակարգով։ Այսինքն, քանի որ պահպանողական է կրթական համակարգը եւ պարոն Քոչինյանը նույնպես դա ակնարկեց, դա երևի այնտեղ հաջողությունների եւ լուծումների մենք կհասնենք ամենավերջում։ Բայց այլ ոլորտներում ես կարծում եմ, որ զարգացումներ կարող են լինել եւ արդեն իսկ լինում են։ Մենք օրինակ չենք բացառում, որ առաջին անգամ երկկողմանի փորձագետների համաժողով կարող է լինել մոտակա ամիսներին հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ, որտեղ այդ բոլոր հարցերը տարբեր պանելներում կարող են քննարկվել։ Այո, որտեղ այդ համաժողովը մենք քաղաքական հարցեր կքննարկել, բնապահպանական, կրթական եւ այլն եւ այլն։ Այո։ Ես պատասխանում եմ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ էին հանդիպել Երևանում փորձագետները եւ դուք Հիկմետ Հաջիևի կա որևէ պաշտոնյա, որ խմբերի աշխատանքները համակարգում, այսպես համակարգողի դեր իրենք ունեն, թե պարզապես, այսինքն ըստ հերթականության նաեւ այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ են լինելու։ Նախ ինձ բավական լավ միտք այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալը, մենք դա նույնպես կառաջարկենք։ Ինչ վերաբերում է համակարգմանը, ես ձեզ ախր ներկայացրեցի ամբողջ պատմությունը, ամբողջ ձևաչափը, թե ոնց է իրականություն դարձել եւ այդտեղից ինձ թվում է ակնհայտ է դառնում, որ որևէ համապետական համակարգման մասին տեղին չի խոսել, կան, ինչպես նշեցի, խորհրդակցություններ պետական համակարգի հետ, ի վերջո ֆորմատը այս պայությամբ հնարավոր է դարձել միայն պետական աջակցության շնորհիվ, եւ եւս մեկ անգամ ուզում նշել, որ առնվազն մեր խումբը իր արչեւ այսպես նպատակ ասեմ, թե խնդիր է ասել դրան, որպեսզի դիվերսիֆիկացվի նաև ֆինանսական հոսքերը աջակցության հնարավորությունները, որպեսզի այս ամեն ինչը չլինի միայն պետական բյուջեների հաշվին։ Այստեղ երևի պետք է ավելացնել, մենք բաց ենք թողել երևի այդ հանգամանքը, որ մեր գործընկերները Ադրբեջանի պատրաստ են գալ եւ հանդիպել նաեւ Հայաստանի լրատվամիջոցներին եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այսինքն դուք համոզվելու եք, որ այն ինչ որ մենք ենք ձեզ ասում, իրոք օրակարգային հարցեր են մենք քննարկումների ժամանակ եւ փոխադարձաբար նաեւ մենք պատրաստ ենք խոսել ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի հետ Ադրբեջանում։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր բեկում են այս մեր փոխադարձ այցելությունները, չնայած ինձ համար դա արդեն 5-րդ այցելությունն էր Բաքվի կոնֆլիկտից հետո, բայց որպես երևույթ այն իհարկե առաջինն էր, եւ միգուցե դա նաեւ հնարավորություն կստեղծի, որ նաեւ պաշտոնական
մակարդակով հանդիպումներ կլինեն Երևանում եւ Բաքվում եւ օրինակ ես ակնհայտորեն զգացի Հիկմետ Հաջիևի ասածներից, որ ինքն էլ է պատրաստ հանդիպել հայկական լրատվամիջոցների եւ հայկական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այսինքն դրանք նորմալ մարդկային խոսակցությունների համար շատ կարեւոր հիմքեր են եւ հարթակներ են, որոնք պետք է զարգացնել եւ առանց որոնց կոնֆլիկտի հաղթահարումը հնարավոր չէ։ Եվ այո, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ այցերի ընթացքում լինի ավելի մեծ ներգրավվածություն մամուլի եւ նաեւ լինեն կոնտակտներ, ինչպես պարոն Նավասարյանը նշեց, ադրբեջանցի փորձագետների եւ հայկական մամուլի միջեւ։ Դուք դեռևս հարց չեք տվել, համեցեք։ Հետո դες կտուք։ Մեր հակոբոս մյուս հարցս վերաբերում է պարոն Մելիքսեթյանին, քանի որ դուք նշեցիք, որ 10 տարի ուսումնասիրել եք Ադրբեջանը եւ ձեր պատկերացումները եղել են մամուլի տեղեկությունների հիման վրա։ Հիմա ուզեի նշեք ինչպես է փոխվել ձեր պատկերացումները Ադրբեջանի մասին այնտեղ այցելելուց հետո եւ երկրորդ հարցը երևի Տիկին Սուլթանյանին կվերաբերվի, քանի որ մշակութային ժառանգությանն է վերաբերվում։ Չենք խոսում օրինակ վերադարձի իրավունքի մասին, քանի որ նշեցիք չեք անդրադարձել այդ հարցին, իսկ այդ պարագայում անդրադարձել եք մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին, քանի որ գերեզմաններ են քանդվում, վանքեր, եկեղեցիներ, կուզեինք այդ հարցով մի քանի։ Պարոն Մելիքսեթյան, եկեք դուք տեղափոխեք, պարոն Մելիքսեթյան, ես ասեմ, ինչպես նշեցի, մենք նախ փոխանակվել ենք, դեռ առաջին հանդիպումներով ենք փոխանակվել, ուզում եմ սա նկատի ունենաք եւ ընդամենը երկու կողմն էլ 1.5-2 օր է ունեցել, հա, իրար հետ անցկացրել ենք։ Նորից եմ ասում, քարտեզագրել ներկայացրել ենք ընդհանուր ցանկը իրար հուզող հարցերի, բայց չենք ի վիճակի չենք անդրադառնալ բոլոր հարցերին, ուստի նշեցի եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, գերիների վերադարձի հարցը մեզ համար այդ բոլոր զգայուն հարցերից առաջնայինն էր, դրա վրա ենք կենտրոնացել։ Ես իհարկե, ես պետք է ասեմ, նա առաջինը ինչպես նշեցի, ինչու է կարևոր է այցերը, որովհետև իսկապես մի բան է դու տեղեկատվական դաշտից իմանաս ինչ որ նյութեր, հա, մյուս բանը որ քո աչքերով տեսնում ես երկիրը, տեսնում ես նմանությունները, դուք չեք կարող նմանությունները ուղղակի ծրագրավորել, որ հայերի այցելությունների ժամանակ մարդիկ իրանց պահեն շատ ծանոթ, դուք մեկ-մեկ նույնիսկ մոռանաք, դուք Երևանում եք թե Բաքվում եք, իրոք մարդիկ նման, հագնվելու ձևն է նման, շփվելու ձևերն են նման, իհարկե կան նաև տարբերություններ, դե խոհանոցը, երաժշտությունը եւ այլն, դա այն թեմաներից է, որ նույնպես չի քննարկվում, մի բան է դա իմանալ ուղղակի որպես վերացական, մյուս բան է տեսնել հասարակություն, որ շատ նման է մեզ, հարցեր կան նման չէ ու միաժամանակ այդ քաղաքում ահռելի ադրբեջանական դրոշ է, հա, դու մոռանում ես մի պահ, որ ինչ երկրում ես գտնվում ու մի պահ դու հասկանում ես, որ ինչ երկրում ես գտնվում։ Երկրորդը ես կարծում եմ մեր Հայաստանի, հատկապես Երևանի նաև քաղաքապետարանի աշխատողները, ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է այցելեն Բաքու, պետք է տեսնեն ընդհանրապես այդ երկրում կատարված ինֆրաստրուկտուրային աշխատանքները, մոդելը նաև որպես քաղաքաշինության, հետո գան Հայաստան ու մի քանի տարի առանց խոսալու սուսուփուս գլուխը կախարած աշխատեն, որովհետև մենք ինչու է կարևոր նաև այս շփումները, որովհետև այս վերացական դաշտ մտնելով, հակամարտություն գտնելով, նաև մեզ լավ զգալով, կներեք, որ ասում եմ խոսակցական մակարդակի, մենք չենք հասկանում ինչ հասարակության հետ գործ ունենք, ինչ պետության հետ նաև գործ ունենք ու նաև միայն այդ տեղեկատվական դաշտում ինչ որ մի բան իրենք ասեցին, պետք է անպայման մենք ասենք, ինքնահաստատվենք, բայց իրականությունը գետնի վրա այս 30 տարում Ադրբեջանը շատ ավելի է փոխվել, քան Հայաստանը, ու սա նույնպես պատճառներից մեկն է, ինչու է Հայաստանը այս վիճակում գտնվում եւ ինչու է 2020-2023 թվականներին այս ամենը կատարվել։ Սա շատ կարեւոր է եւ այս վերացական փուչիկից մեր հայտնվել այդ իրականության մեջ ու փորձել նաեւ դասեր քաղել կատարվածից, որտեղ 30 տարի իսկապես Ադրբեջանը կառուցել է մի պետություն, այնտեղ կա իհարկե շատ մեծ թերություն, որը բոլորիս հայտնի է ինչն է, բայց այնտեղ կան նաև ձեռքբերումներ տարբեր բնակավարներում, որոնք մենք չունենք։ Սա նույնպես թույլ է տալիս հասկանալ ինչու ենք մենք գտնվում այսօր այս վիճակում։ Մի օրինակ եմ ուղղակի ուզում բերեմ պարոն Մելիքսյանի, ասացի, որ ասես թե ինչ աշճանի այնտեղ կեն ցավային նմանություններ բաներ կա։ Ամենահաճախ եւ սա բոլորիս մոտ այդ բանն էր, որ հեռախոսով որ խոսում են, որ պատվերստում զանգը վերցնում են, չէ՞, հա բրատ
Սենց այդ որ ասում են հաբրատ հենց քեզ թվում է ինչ որ տենց կողքերի հետ հայերն այդ բանին էլի, որտեղ այնքան նմանություններ կան այդ առումով, որ նույնիսկ զարմանալի էր, համեցեք։ Ունենք Սպարյան հանրային ռադիո, պարոն Նավարսարդյանը կարծեմ իր խոսքում ասաց, որ եղել են հարցեր, որոնց շուրջ չի հաջողվել վերջնական համաձայնության գալ, քանի որ կողմերը շատ տարբեր պատկերացումներ են ունեցել։ Ես կխնդրեմ մի փոքր մանրամասնել, որոնք են եղել այդ հարցերը, եւ նաեւ դուք խոսեցիք գերիների մասին, բայց հումանիտար մեկ այլ խնդիր է անհետ կորածների հարցը եւ հայտնի է, որ Ադրբեջանը ինչ որ պահից սկսել է սահմանափակել նրանց որոնողական աշխատանքները, քանի որ ֆիզիկապես դա անհնար է եղել։ Ինձ հետաքրքիր է այս փուլում քննարկվում է այդ որոնողական աշխատանքների վերաբացման հնարավորությունը եւ ձեր ասած միջոցառումներից մեկը գուցե հենց վերաբերվի այդ խնդրին։ Շնորհակալ։ Դե ինձ համար շատ կարևոր էր հասկանալ այն հիմնական խնդիրը, որ կա այսօր եւ որտեղ մենք ունենք հակասություններ։ Ամենա, այսպես ասենք, սկզբունքային տարբերությունը, որ մենք ունենք եւ որը պետք է փորձենք հաղթահարենք, դա այն է, որ այս երկկողմանի ձևաչափը ադրբեջանցիների համար ենթադրում է, որ ընդհանրապես միջազգային հանրության ներգրավվածությունը գործընթացների մեջ չպետք է լինի։ Մեր մոտեցումը մի փոքր այլ է, որ օրակարգը այո պետք է ձևավորվի երկկողմանի մակարդակով, բայց դա չի նշանակում, որ միջազգային իրավունքի, միջազգային հանրության մոտեցումների, սկզբունքների հարցերը չպետք է դառնան որոշ չափով հիմք մեր հարաբերությունների կառուցման տեսակետից։ Սա կարծում եմ սկզբունքային հակասություն է։ Դա չի նշանակում, որ օրինակ այս գործընթացում մենք կաշկանդված ենք աշխատել միջազգային գործընկերների հետ, բայց ադրբեջանական կողմը այստեղ վերապրել Եվ դա կարելի է բացատրել, ես երևի երկար վերլուծությունների մեջ պետք է ընկնեմ, որ ամբողջությամբ այդ հարցը բացեմ, բայց դուք երևի հասկանում եք եւ աշխարհակահաղական տեսակետից եւ հնարավորությունների տեսակետից, ինչով է դա պայմանավորված։ Մյուս հարցը, որի շուրջ մենք վերջնական համաձայնության չենք հասել, դա ասենք նույն տեղանունների խնդիրն է, կան հետարքիր գաղափարներ այստեղ, որ միգուցե սահմանափակումներ եւ փոխադարձ պայմանավորվածություններ կարող են լինել միայն այն բովանդակության համար, որը դուրս է գալիս պաշտոնական կառույցներից։ Տարածել դա ամբողջ հասարակության վրա, որպեսզի մարդիկ, որոնք ժամանակին տեղափոխվել են, ասենք Ադրբեջանից Հայաստան, եւ ունեն իրենց գյուղի անունը, որը իրանց չեն փոխվելու իրենց շփումների, իրենց հաղորդակցության ընթացքում, քանի որ դա պահանջում է կամ քանի որ Ադրբեջանը այդ գյուղը այդպես է կոչում, դա չի լինելու եւ դրան պետք է հանգիստ վերաբերել։ Դա չպետք է ընկալվի որպես տարածքային պահանջ եւ նույնը վերաբերում է ադրբեջանցիներին եւ մենք պետք է սովորենք հանգիստ վերաբերել, եթե տարբեր ձևով են տեղանունները հնչում, եթե դա պաշտոնական փաստաթղթերում չի, պաշտոնական հաղորդակցություններում չի։ Սա մի մոդել է, որը քննարկվել է, բայց որի շուրջ վերջնական ինչ-որ պայմանավորվածություններ չկան։ Եվ դրանով է կարևոր այս գործընթացի հետևողականությունը, որ չլուծված հարցերը դուրս չգան օրակարգից, այլ միգուցե ինչ-որ պահի ստանան իրենց համաձայնեցված լուծումները։ Շնորհակալ։ Անդրադառնալով անհետ կորած անձանց խնդրին, իհարկե դա բավական զգայուն հարց է, թե հայկական կողմի համար, թե ադրբեջանական կողմի համար, այն թվում ցանկանում եմ ընդգծել, որ երկու կողմն էլ բարձրացրել է այս հարցը։ Սակայն թերևս սա հաշվի առնելով զգայունությունը եւ բարդությունը, բնականաբար սա պատկան մարմինների, այսպես իրավազորությունների դաշտում գտնվող հարցը, եթե չեմ սխալվում, երկու երկրներից զբաղվում են ազգային անվտանգության ծառայությունները եւ հատուկ հանձնաժողովներ կան ձևավորված դրա հետ կապված։ Մեր փորձագիտական նախաձեռնությունը, քաղաքացիական նախաձեռնությունը այս հարցում որևէ դերակատարում ստանձնելու, այսպես ստանձնումը իրատեսական չէ, այնուամենայնիվ, եթե պետական մարմինները կարիք զգան ինչ-որ մոդելի, նույն մեր փորձագիտական այսպես նախաձեռնությունը կարող է դիտարկել ուսումնասիրել տարբեր միջազգային մոդելներ,
տարբեր հակամարտություններում կիրառված եւ առաջարկներ ներկայացնել պատկանող մարմիններին, թե ինչպես կարող են այդ համագործակցությունը կառուցել եւ առաջ շարժվել։ Այդ մասով մենք կարող ենք ներդրում ունենալ, սակայն դա հետագա ճշգրտումների հարց է եւ այդ հարցումը, այսպես ասած, պետք է գա հենց պատկանող մարմիններից։ Վերջին հարցը թերևս վերցնենք, գեներ, որտեղ 1.5 ժամ արդեն աշխատում ենք, մի լրացում մենակ ուզում եմ ձեր հարցի հետ կապված, անհետ կորանց անձանց ճակատագիրը եւ եթե ամենամնայուն խնդիրներից մեկն է կոնֆլիկտներից հետո, որովհետեւ եթե մենք օրինակ վերցնենք այլ կոնֆլիկտներ, որոնք եղել են տասնամյակներ առաջ, նույնիսկ մեր առաջին պատերազմը եթե վերցնենք, մինչեւ օրս կան անհետ կորած անձինք։ Չգիտեմ, Կիպրոսի պատերազմը եթե օրինակ վերցնենք կամ առաջին իսրայելա-պաղեստինյան պատերազմը եթե օրինակ վերցնենք, մինչեւ օրս այդ պատերազմներից կան անհետ կորած անձինք։ Լինում է երբեմն երբ որ այդտեղ ձեռքբերումներ են տեղի ունենում, բայց ուզում եմ մենք արձանագրենք, որ այդտեղ դա ամենամնայուն, այսպես խնդիրներից մեկն է, որ կոնֆլիկտներից հետո ընդհանրապես տեղ է գտնում։ Սա սուտ որպես տեղեկանք։